Ողջունում եք եւս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր որ մեզ հետ սկսեցին արդեն առավոտը եւ բոլոր նրանց, ովքեր որ ինձ քիչ առաջ արթնացան, Երանի ձեզ երևի ինչ որտեղ sense տակուկ առանց ինչ-որ բան մտածելու, առանց ինչ-որ բան անելու, հիմա պարկելու եք, վայելելու եք մեր տաղանդավոր հյուրին, լավ երաժշտություն, լավ մարդկանց։ Դեկտեմբերի 22-ը, այսինքն այսօր նշվում է Բարդերի միջազգային օրը։ Բարդերի ակումբը դա մի հոգևոր տարածք է, որտեղ հավաքում են հեղինակատարողներ լսելու, վայելելու, երգելու, ստեղծագործելու, մտորելու եւ պարզապես կտրվելու այս մռայլ իրականությունից, այո, եւ ամենակարևորը շփվելու տաղանդավոր ֆանտաստիկ մարդկանց հետ։ Եվ իհարկե մենք այսօր չենք կարող չհյուրընկալել նրան Հայաստանում Բարդերի ակումբի հիմնադիր երգահան Վախթանգ Հարությունյանը։ Բարի լույս։ Լույս առավոտ։ Բարի առավոտ։ Ինչ բաց թողեցինք։ Էլ ինչն է միավորում։ Ամենագլխավորը հիմքում երաժշտությունն է ի վերջո։ Զորիկյան Էդիկը կասեր բանն է։ Ես կարծում եմ այդ բանի մեջ ամենակարևոր նյութը դա սերն է։ Սերը իմաստասիրությունը երևի թե։ Քանի որ ամեն մեկս ինչ որ մի ճանապարհով գնում ենք այդ բարձրալի ինչ որ մի դրսևորում ճանաչելու։ Եվ կարծում եմ այդ ճանապարհին ամեն մեկս մեր հարցերի պատասխանները փնտրելիս նաև երգի տեսքով կարողանում ենք դրանք հանգուցալուծել։ Եվ երգահաններին հիմնականում միացնում է այդ հանգուցալուծված երգերի մի ամբողջական մի տիրույթ, որտեղ մենք այդ բանաձևած մեր նյութը կարող ենք փոխանցել միմյանց եւ այն մարդկանց, ովքեր նաև գալիս են մեզ լսելու։ Այսինքն մարդ լրության մեջ առանց նույնիսկ ինչ որ հարցեր տալու, ինչ որ բան խոսելու, իմ կարծիքով ամեն մեկը գալիս գտնում է շատ հարցերի պատասխաններ, լուր ինքն իրեն է գտնում։ Գիտեք, եթե մենք մեր ներսում լրություն գտնենք, նույնիսկ երգի կարիք չի լինի։ Դա։ Իսկ մի հարց։ Ով է Բարդը ժամանակակից ընկալմամբ, երգահան, պատմաբան, թե հոգեվիճակի արտահայտիչ։ Գիտեք, այդ հարցին վախենամ մի քիչ երկար պատասխանեմ, բայց եկեք ես մի քիչ հեռու գնամ, հա, մի քիչ շատ գնամ այն կողմեր, որտեղից երգասացները դեռևս գնում էին ժողովրդի մեջ, հավաքում էին փոքրիկ պատմություններ, հետո երգի տեսքով փոխանցում մեկ ուրիշ գյուղում, մեկ ուրիշ քաղաքում այդ պատմությունները։ Կային այդ տեսակ կար, որը զինվորի հետ ոգի շնչելու համար շրջում էր եւ տալիս էր նրան ոգեղենություն, կային նրանք, ովքեր փիլիսոփայական միտք էին փոխանցում, կամ արքունիքում դավադրությունների մասին փոքրիկ երգի տեսքով փոխանցումներ էին անում։ Նրանց տարբեր մշակույթներում տարբեր կերպ են կոչել, մենեստրելներ են կոչել, տրուբադուրներ են կոչել, բարդեր են կոչել, բուսաններ են կոչել, այո։ Նրանք շատ տարբեր անուններ են ունեցել, բայց հիմնական գործառությունը մեկն է եղել։ Փոխանցել այն արժե համակարգը, որով պետք է ապրել եւ մերկացնել այն ամենը, ինչ որ մեզ համար պարսարանքի առարկա է։ Լավ, բայց ովքեր են այն հայ բարդիները, հա, այդ ակումբի անդամները, մարդիկ, ովքեր որ այդ ցուցակը երբեք չի փոխվում, այդ մարդիկ մշտապես կան։ Ուրեմն 2008 թվականից մենք համալրել ենք Բարդերի ակումբի շրջանակում 12 հոգու, բայց այդ ցուցակը գնալով երիտասարդներով համալրվելով մինչ այսօր մեծանում է, փառք Աստծուն։ Իհարկե կան նաև նրանք, ովքեր մեզնից հեռացել են, ժամանակից շուտ չասեմ, ամեն մեկը իր ժամանակին է գնում, բայց եւ իրենց կարևոր դերն ունեն եւ շարունակում են իրենց երգերը երգվել։ Իհարկե նաև ասեմ, որ ամսի 22-ը Բարդերի միջազգային օրը բացի, նաև մեր երիտասարդ ընկերներից մեկի ծննդյան օրն է։ Եվ քանի որ խոսեցինք ինձ այն մասին, որ կյանքից հեռանում են նաև մեր երիտասարդ եւ ոչ այդքան երիտասարդ, բայց եւ հոգով երիտասարդ եւ շարունակող մեզ հետ ապրող մարդիկ, Էդվարդ Բալասանյանի ծննդյան օրն է եւ մենք այսօր նաև նշելու ենք նրա ծննդյան օրը։ Եվ սկավառակը, որը հիմա ձեր ձեռքում է, դա լույս տեսավ վերջերս եւ նաեւ կունենանք շնորհանդես, Էդվարդ Բալասանյանի երգերի սկավառակի շնորհանդես կունենանք, փոքրիկ նաեւ ֆիլմ կներկայացնենք իր մասին։ Վառ անհատականություն, որը ինտեգրվել էր 2008-9 թվականին Բարդերին,
սկզբից լսում էր, բայց պարզվեց նա թաքուն նաև երգեր է գրում եւ հետո բացահայտեցինք նրա երգերը եւ շատ սիրվեց եւ մենք հիմա շարունակում ենք այն ամենը անել, որտեղ նաև իր երգերն են հնչում բարբերաբար։ Ցավոք սրտի մենք ապրում ենք այն իրականության մեջ, ու համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում CD թողարկելը դա տենց դարձել է անհետաքրքիր ինչ-որ, բայց ամբողջ աշխարհում մեկ մարդիկ վինիլներն են վայելում միջև հիմա։ Սա իր երազանքներ։ Ես կարծում եմ անցողիկ ինչ որ փուլեր են, որովհետև ի վերջո մենք հանգելու ենք նրան, որ էլեկտրոնային աշխարհը ինչքան էլ տեղ է գրավում մեր իրականության մեջ, ինչ որ մի մասնիկ մեզ այդ շոշափելիության աստիճան պետք է ունենանք, որտեղ եթե ինտերնետը անջատեն, բավականին շատ բաներ մեր կյանքում կարող են միանգամից կորել։ Էնպես որ այդ առումով ես գտնում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ սկավառակ կամ առաջինը սա հուշ է։ Երկրորդը դա այն աշխատանքն է, որ ինչ որ ձևով արձանագրում ես։ Ես իմ սկավառակներն էլ այդպես արձանագրում եմ, անկախ նրանից, որ դրանք համացանցում կան թե չկան, բայց արձանագրությունը որպես այդպեսին անում եմ սկավառակի տեսքով եւ համերգների ժամանակ դրանք հնարավորություն եմ տալիս նաեւ գնելու։ Էնպես որ սա եւս մեկ հնարավորություն է, որ Էդվարդ Բալասանյանի սկավառակը տեղ գտնի այն երգահանների, որոնք այդ սկավառակների ցանկը այսպես դասավորել է եւ համալրվի եւս մեկ սկավառակով։ Իսկ հայ բարդերն ինչով են առանձնանում համաշխարհային բարդական մշակույթում։ Ես կարծում եմ բոլորիս համար էլ նյութը նույնն է։ Լինել ազնիվ, փոխանցել են ամենը ինչով դու տարված ես, կարողանալ հղկել այն խտանյութը, որը քեզ տրվում է եւ երկի հանգի վանկի տեսքի բերել եւ հետո փոխանցել եւ իհարկե ժամանակի շունչը ճիշտ ժամանակին կարողանալ փոխանցել, ազնվորեն փոխանցել, որովհետեւ եթե դու քո արվեստը, քո քեզ տրվածը ազնվորեն չկարողանաս մատուցել, միգուցե քեզ համար այդ դուռը կփակվի այլևս եւ դու այդ տեղից այլևս չես օգտվի։ Այնպես որ ինքդ քեզ հետ առաջին հերթին անկեղծ լինել, ազնիվ մնալ ինքդ քո հետ եւ հետո նոր արդեն հասարակությանը այդ նույն անկեղծությամբ կարողանալ փոխանցել։ Եվ դա բոլոր երգահաններին աշխարհի միացնում է այդ միտքը։ Ես նկատել եմ շատ-շատերը, ովքեր այդպես չեն վարվել եւ ինչպես է միանգամից օտարացվել այդ մարդը այդ միջավայրից, չնայած բավականին մեծ վաստակի տարիների։ Ես տեսել եմ դա շատ այլ երկրերում, այլ երգահանների, որոնք ինչ-ինչ ժամանակահատվածում իրենց հոգու հետ այնուամենայնիվ առևտրի տարածք մտան եւ կորցրեցին այն կարևոր համբավը եւ այն կարևոր շնորհը, որը իրենց տրվում էր։ Իսկ այդ ժանրը այսօր որքանով է պահանջված երիտասարդների շրջանակում։ Դա արդեն փառատոնի ժամանակ իհայտ բացահայտ երևույթներից մեկն է, որովհետև մենք ամեն տարի, երբ մեր հյուրերը գալիս են արտասահմանից, այս տարի մենք ունենք 14 երկրից, ինչքան ես եմ հիշում, եւ բոլորը զարմանալով ասում են, որ մենք ամենուր տեսնում ենք ծերացող ժանր, ձեզ մոտ տեսնում ենք ոչ միայն երիտասարդ, այլ մանկական ժանր, որովհետև մեզ մոտ նաեւ կան 13-14 տարեկան երիտասարդներ, որոնք դուրս են գալիս բեմի երգում են։ Եվ ես դրանում տեսնում եմ շատ կարևոր մի տենդենց, գիտարը եւ այն երգը, որը այս միջոցով բանաստեղծական իր ձևաչափում գտնում է այս ձևը։ Մեզ մոտ եւ երիտասարդների մոտ է ընդունված եւ շատ սիրելի եւ նաեւ ավելի երիտասարդների մոտ։ Այնպես որ կարծում եմ դա ձեր հարցի պատասխանն է։ Դե առանց այն էլ մեր հարցազրույցների ցավոք սրտի երկար չեն կարող տևել ու կարծում քիչ անց վայելենք մի գործ երկենք։ Այո, նաև հիշեցնենք, որ Էդվարդ Բալասանյանի CD-ի շնորհանդեսը տեղի ունենալու է այսօր։ Ճիշտ է։ Այսօր, այո, այսօր Բարդերի ակումբում Թումանյան 40 հասցեում դա մեր մշտական վայրն է, որտեղ մենք միշտ հավաքվում ենք։ Իսկ այսինքն ցանկացողները կարող են գալ, թե պարտադիր պետք է ակումբի անդամ։ Ցանկացողները պարտադիր չպարտադիր չունենք, միշտ բոլորին սպասում ենք եւ բոլոր նրանք, ովքեր ծանոթանում են, իսկ մենք բարբերաբար այդտեղ անում ենք համերգներ, միշտ դռները բաց են։ Խոսքը փակ միջոցառումների մասին է։ Գիտեք, մենք փակ միջոցառումներ չունենք։ Հա, մեզ մոտ բաց են միջոցառումները, բոլոր նրանց համար մականջները արդեն պատրաստ են, բոլոր նրանց համար սրտերը լայն բացված են եւ թաքցնելու եւ պաշտպանվելու ոչինչ չունի, այդտեղ միշտ համենում են։ Իսկ երգը, որ պիտի կատարեմ, ես չգիտեմ, վերջերս այս վերջին 1 տարվա գրված երգերից է կոչվում է Իմ երազը, այդ երգը գրել եմ այս 25 թվականի ընթացքում,
ճամփորդական շարքից է։ Ճամփորդություն 6-րդ դար մեր թվարկությունից առաջ մինչ այսօր։ Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար, իմ երազը փակված է անտես 7 դռան ետևում, եւ գիտեմ ճանաչել ինքդ քեզ, ամենքի ինչի տրված, եւ ինչու է իջել թափառող իմ հոգին եւ ուր է գնում։ Հնդրեցի սարերում քամու թևերին տալով իմ հոգին, սուրացող քամու հետ պարզեցի անսանձ բնույթը նրա, բացեցի սիրտը իմ սարերից իջնող վարար ջրերին, եւ այդ հոսքի մեջ ծարավ կոտրատված մնացի աներկբա, դաշտերում գունագեղ ես տեսա յուրավոր ծաղիկներ, ալկարմիր ու դեղին շատ տարբեր եւ անչափ խենթացնող, հարբեցա բույրերով, գերվեցի գույներով, տրվեցի շատերին, թողեցի 7 դռան ետևում սպասվող երազներ։ Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար, իմ երազը փակված է անտես 7 դռան ետևում, եւ գիտեմ ճանաչել ինքդ քեզ, ամենքի ինչի տրված, շատերի նման ես էլ չունեմ պատասխան, թե ուր եմ գնում։ Իմ հոգին դասեր է առնում, որ թվում են անվերջ, քանի չեմ յուրացրել ես դրանք, դոփում եմ տեղում եւ հաճախ կյանքը ինձ հիշեցնում է մի խենթ կարուսել, մտույտներ է անում, դասեր է տալիս եւ ստիպում սորել։ Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար, իմ երազը փակված է անտես 7 դռան ետևում, եւ գիտեմ ճանաչել ինքդ քեզ, ամենքի ինչի տրված, շատերի նման ես էլ չունեմ պատասխան, թե ուր եմ գնում։ Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար, իմ երազը փակված է անտես 7 դռան ետևում։ Դա մտքերով ես գիտեմ ուր է գնացի անկեղծ, բայց ես ինչ էի մտածում, որ ցավոք սրտի այս հարցազրույցը կամ այս կտրը կամ առասարակ այս երաժշտությունը այս հոլովակները YouTube-ում մեծ դիտում չի հավաքում, բայց ինչ-որ մի տափակություն հավաքում է միլիոնավոր դիտումներ։ Լավ է, տափակությունից եկեք չխոսենք, եկեք լավ բաներից խոսենք, որտեղ խոսում ենք լավ երաժշտությունից, նաև Բարդֆեստից կուզեի խոսել, որտեղ մենք չունեցանք կառից ձեզ հյուրն կալելու, չգիտեմ ինչու, բայց գիտեմ, որ անցել է շատ հագեցած ու լավ ընկերներով։ Բարդֆեստը այն ժամանակաշրջանում է, որ ես փորձում եմ ամեն ինչ անել, որ ինտեգրվեն այդ ժամանակահատվածին իմ ընկերները։ Ես փորձում եմ հնարավորինս քիչ հայտնվել եւ թող իմ ընկերները ամեն մեկը իր հերթի ներկայացնեն եւ իրենց տպավորությունները եւ իրենց մասնակցության մասին խոսեն, որովհետեւ մենք ունենք նաեւ շատ հյուրերի, որոնք գալիս են դրսից։ Եվ եթե այդ ժամանակաշրջանը օգտագործում ենք, ապա փորձում ենք օգտագործել նրանց համար եւ իմ ընկերների, որոնք տարբեր շրջաններից այդ ժամանակաշրջանում հավաքում են, բայց եւ հնարավորություն չունեն քաղաքային այդ միջավայրին անընդհատ կապ ունենալու, հետեւաբար այդ ժամանակաշրջանում նրանց մասնակցությունը շատ ավելի կարևորում եմ նման հնարավորությունները օգտագործենք իրենց համար։ Ինչ վերաբերվում է ինչպես է անցնում եւ ինչ ենք անում, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ երիտասարդները շատ լինեն, փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանց բեմելը կայանա եւ նրանց մասնակցությունը փառատոնի շրջանակում լինի առաջին փուլը, բայց տարվա ընթացքում շարունակաբար նրանց համար տեղ լինի այդ բեմերում հայտնվելու։ Ինչքանով դա կխթանի նրանց երգ գրելու եւ մխրճվելու այս տիրույթ, դա ժամանակը կասի։ Եթե մեկից 10-ն էլ շարունակի այս ժանրում, ապա էլի հաջողված է։ Որտեղ փորձը ցույց է տալիս, որ նրանց կարող է առաջին քայլը լինել այստեղ, հետո տանել մեկ ուրիշ ժանր, տանել մեկ ուրիշ ոլորտ եւ հետո էլ հետ չվերադարձնի։ Ես այդպիսի փորձեր շատ եմ տեսել։ Բայց եւ մեկ գրված երգը դա այն հոգուկանչն է, որը միգուցե կարող է արձագանքել եւ դրա մեջ այդ ծիլը շարունակի բացվել։ Ցավոք սրտի ես հուշում եմ, որ մենք կարող ենք ձեզ ուղղել վերջին հարցը, բայց ես նախընտրում եմ, քանի որ հարցերը շատ են ու ընտրել այդ հարցերից մեկը ձեզ ուղղելը սխալ կլինի, որովհետեւ շատ հարցեր կան, որոնք մեզ հետաքրքիր են հուզում են։ Ես առաջարկում եմ մի գործ եւս եկեք, ես տաղավարից դուրս պատվեր եմ ստացել։
փոքրիկ երազ, փոքրիկ միտում, երազանքից փոքրիկ թրջում, որ պտտվեց երկինքներով իջավ ափից։ Մի երազանք ու ժպիտներ, մի բիլ պատրանք ու բյուր հույզեր, որ թողեցի ես ետևում իմ ապրածի։ Ու թե կյանքն այս ցանկալի ուր պայքարն անվերջ մեզ բերում է կորուստներ, անուրջներ քանդում։ Ես դարձնեմ փոքրիկ մի տուն արևով լցված ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ։ Ու թե կյանքն այս ցանկալի ուր պայքարն անվերջ մեզ բերում է կորուստներ, անուրջներ քանդում։ Ես դարձնեմ փոքրիկ մի տուն արևով լցված ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ։ Ու թե կատակ է կյանքը այս կամ թե գնանք ճակատագրի, ոսկին հոգուս փոխում եմ ես օրով անհայտ, որ տեսնեմ մի նոր գարուն բույրն առնեմ ես վարդերի, որ սոխակը ինձ համար մի երկի։ Ու թե կյանքն այս ցանկալի ուր պայքարն անվերջ մեզ բերում է կորուստներ, անուրջներ քանդում։ Ես դարձնեմ փոքրիկ մի տուն արևով լցված ու պայքարն այդ անիմաստ սիրով պարուրեմ։ Թվում է բարդը ոչ միայն երգում, այլ հիշեցնում է, թե ով ենք մենք։ Բրավո ձեզ, իսկապես։ Շնորհակալ եմ, որ այսօր ընդունեցիք։ Հուսամ, եթե հնարավորություն կունենաք ինչ-որ մի ուրբաթ օր, ինչ-որ մի խաչմերուկներից մեկում կհայտնվեք նաև բարդերի ակումբում։ Եք փորձեք այդ մոմերի լույսի ներքո նաև միանալ մեզ։ Այո, դե ինչ խորհուրդ ենք տալիս նաև մեր հեռուստայտողին, այսօր գոնե թող ձեր երկու շաբթին տարբերվի, թող այս բուժող, մաքրող երաժշտությունը գոնե այսօր երեկոյի ընթացքում թող ներթափանցի ձեր սիրտը, ձեր հոգին ու նաև սա լավ հնարավորություն է շփվելու, ծանոթանալու տարբեր տաղանդավոր հեղինակատարողների հետ ու ինքնամաքրվել, ինքնաբուժվել։ Եվս մեկ անգամ հիշեցնենք ժամը քանիսին բարդերի Ժամը ակումբում։ 8-ին, երեկոյան, այո, 20:00 Թումանյան 40։ Շատ լավ։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ հագեցած օր ենք մաղթում։ Մեզ հաճելի է ձեզ հյուրընկալել եւ սպասում ենք։ Իսկ այսպես մենք կընդմիջվենք մեր հաջորդ հյուրերը արդեն այստեղ են սպասում մեզ, կրկին խոսենք շատ հետաքրքիր յուրատուկ թեմայի շուրջ, իսկ ում հետ եւ ինչի մասին կիմանաք քիչ անց, մնացեք մեզ հետ։